Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի խումբ եպիսկոպոսների հետ եւ շնորհակալություն հայտնել սկզբունքային դիրքորոշման համար։ Նրանք դատապարտել էին կաթողիկոսի մոտեցումը, որով առ ոչինչ է համարել արշակարգ եպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ եզրակացությունը։ Բոլոր սահմանները բաց են լինելու, առևտուր ենք անելու, պատրաստ եմ ինչ-որ պահի այցելել Ադրբեջան, գործընկերոջս էլ հրավիրել ինչ-որ ֆորմատով, ասել է Ալեն Սիմոնյանը։ Հայաստանում աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է արձանագրվել, իսկ միջին աշխատավարձը կազմել է 313,000 դրամ, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Փաստացի հապկից դուրս եկած ենք, հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ Պուտինն էլ ասել, Հայաստանը իրեն համարում է հապկ անդամ, սակայն զերծ մնում նիստերի մասնակցելուց իր ընտրությունն է։ Հաջողվել է մարել մի շարք մարզերում բռնկված խոշոր հրդեհները։ Հրդեհի վայրշտապող փրկարարը ճանապարհին վթարից մահացել է, կան վիրավորներ։ Խոշոր հրդեհ է բռնկվել Հոնկոնգի բնակելի համալիրում։ Զոհերի թիվը հասել է 55-ի, կան անհետ կորածներ։ Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել։ Ազգային գվարդիայի 2 զինվորներ ծանր վիրավորվել են։ Կասկածյալը 29-ամյա աֆղանցի է։